Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը երիտասարդ դերասանուհի Էլեն Սաֆարյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Էլենը հաստատուն քայլերով մտնում է հայկական շոու բիզնես։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Էլեն Սաֆարյանը սկսել է նկարահանվել նոր հեռուստասերիալում։ Դերասանուհին պարբերաբար ինստագրամյան հարթակում ներկայացնում է կադրեր նկարահանման հրապարակից, հերթական անգամ ժամեր առաջ։ Նոր տեսանյութ է հրապարակել դերասան Հրանտ Հովսեփյանի հետ, որտեղ երևում է, որ Հրանտը աշխույժ է և ուրախ, իսկ Էլենը բավականաչափ հոգնած։ Ես, որ ամեն առավոտ էներգիա չունեմ ապրելու, ու Հրանտը։ Տեսանյութին կից գրել էր Էլենը։ Ինչպես երևում է, դերասանուհին բավականաչափ հոգնել է ծանր նկարահանման փուլից։ Հավելենք նաև, որ Արսեն Սաֆարյանի դստեր մասին խոսակցությունները սկսվեցին հայ երգիչ նախագծից, որտեղ հանդիսատեսը լսեց ոչ ուժեղ վոկալային տվյալներով աղջկա, իսկ ահա ժյուրիի անդամները ցնցված էին ու համարեցին, որ դա շատ լավ ելույթ էր։ Այս ակտիվ շրջանից հետո զարմանալի չէր, որ դերասանուհին նաև հյուրընկալվեց Ամալիա Հովհաննիսյանի մոտ, որտեղ էլ խոսեց այս բոլոր թեմաների մասին։ Star News-ն առանձնացրել էր նաև այդ հարցազրույցից մի քանի հատված։ Ի պատասխան Ամալիա Հովհաննիսյանի հարցին, թե Էլենը կարողանում է դուրս գալ հայրիկի շուքից, Էլենն անկեղծ պատասխանեց, որ դեռ չի ստացվում։ Ստացվել այդքան էլ չի լինում, որովհետև շատ մեկնաբանությունների եմ հանդիպում ու իմ ամեն քայլը միևնույն է կապված է պապայի հետ, այսինքն ինքն է մեզ ամեն տեղ ուղեկցում, ավելին, մեկ-մեկ շատ վատ մեկնաբանությունների եմ ականատես լինում, օրինակ, որ ծանոթով այստեղ եմ նկարվում կամ էլ այնտեղ։ Միևնույն է, ինչ որ չափով ամեն ինչ կապում են պապայի հետ։ Մեկնաբանողները բաժանվում են երկու խմբի, մի խումբն ասում է, որ ինչ լավ է, որ ինքն իր ճանապարհով է գնում, կամ էլ դրանք բացասական են լինում։ Շարունակելով միտքը Էլենը նշում է, որ ինքը հպարտ է, որ իր հայրը Արսեն Սաֆարյանն է, բայց միևնույն է ավելի հաճելի է, որ իրեն որպես հենց Էլեն են ճանաչում։ Էլենը հաղորդման ընթացքում խոսեց նաև հայ երգիչ նախագծի մասին և մի քանի բացահայտում արեց իր մասնակցության վերաբերյալ։ Նախ և առաջ Էլենը նշեց, որ իր երկրորդ կատարումն անհաջող էր, քանի որ ինքը ընտրել էր մի երգ, որը իրեն չէր համապատասխանում։ Նա նշեց, որ բոլորին թվում էր, թե իր հայրը ծանոթով փորձում է նրան առաջ տանել, այդ իսկ պատճառով նա մասնակցել է նախագծին, բայց ըստ դերասանուհու իրականությունը այլ էր։ Նախ անհաջող մեկնաբանություններ էին իմ երկրորդ փուլի կատարումից հետո, ու մարդիկ գրում էին, որ հայրս ինձ առաջ է տանում, իսկ ես երգել չգիտեմ։ Վոկալիս հետ կապված կային ադեկվատ մեկնաբանություններ, որոնք ինձ նույնպես օգնեցին, ու հենց մրցույթից հետո ես սկսեցի հաճախել վոկալի անհատական պարապմունքների, ու ես այս պահին այլ ձայնով եմ երգում։ Ես հենց դրանից հետո հասկացա, որ միշտ ուշադրություն պետք է դարձնել առողջ քննադատություններին։ Մրցույթի ընթացքում ժյուրիի անդամներն ու կադրից դուրս աշխատող մարդիկ ինձ հետ խիստ էին ու նույնիսկ մի քիչ սառը։ Ու ես սա չեմ ասում որպես բողոք, այլ ուղղակի ցանկանում եմ նշել, որ ընդհանրապես տարբերություն չկար։ Իհարկե, բոլորին թվում էր, թե պլանավորված էր, որ ես պետք է գնայի ու հաղթեի, բայց իմ հետ վերաբերվում էին նույն ձև, ինչպես մնացածի, և նույնիսկ ավելի խիստ։ Էրիկը իմ հանդեպ ավելի խստապահանջ էր, քան մնացածի։ Այստեղ ուրիշ հարց էր, ես անձամբ պատրաստ չէի մրցույթին մասնակցելու և լավ ներկայանալու, անկեղծացել էր Էլեն Սաֆարյանը։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ Արսեն Սաֆարյանն էր հյուրընկալվել Արայիկ Համբարձումյանի խոստովանություն հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել էր մի շարք հարցերի։ Երգիչը նախ խոսել էր իր արմատների և ընտանիքի մասին։ Նա նշել էր հետևյալը. «Ես ծնվել եմ Արցախում, Ծմկահող գյուղում, մայրս մանկավարժ է, հայրս մի քանի մասնագիտություն է ունեցել, վաղ մանկությունս անցել է Արցախում, հետո ընտանիքիս որոշմամբ 81 թվականին տեղափոխվել ենք Հրազդան քաղաք։ Մորս դերը այս որոշման մեջ շատ է եղել, նա չի ուզել, որ մենք մնանք գյուղում, նա ցանկանում էր իր զավակներին կրթության տալ, իսկ Երևան եկա արդեն որպես ուսանող։ Էն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ կարող է ես ունենայի տուն, այն էլ առանձնատուն, դա մեծ շքեղություն էր։ Ուսանող մի տղա, ում բախտը բերում է ու նա սկսում է ուսանել Երգի պետական թատրոնում։ Ես համարում եմ, որ այն ամենը, ինչ ես այսօր անում եմ, ես դա սովորել եմ հենց Երգի թատրոնում։ Հետաքրքիր մի բան ասեմ, ես ու եղբայրս Արթուրը որպես որդի մտածում էինք, որ լավ բան ենք անում մեր ծնողների համար, նրանց համար տուն կառուցելով, բայց մենք հետո փոշմանեցինք, որովհետև Հրազդան քաղաքում իրենց ապրած տարիներն էին,
պետք չէր կտրել նրանց էնտեղից։ Հաղորդման ընթացքում Արսենը խոսեց նաև կնոջ հետ ծանոթության եւ իրենց մեծ սիրո մասին։ Ծանոթացել ենք Երգի պետական թատրոնում։ Սաթիկը Քրիստինե Պեպելյանի մոտ ընկերուհին էր։ Ես չէի ասի, թե դա սեր էր առաջին հայացքից, բայց ես, երբ նրան առաջին անգամ տեսա, ոնց որ խավարի մեջ մի լուսավոր կետ տեսնեի։ Ու ես չէի կարողանում առանձնացնել, թե նրա մեջ ինչն է ավելի շատ ինձ դուր գալիս։ Ես հասկանում եմ, որ նա ամբողջապես ինձ դուր է գալիս։ Ու ինձանից անկախ, երբ տեսնում էի իրեն, մոտ էի գնում։ Մագնիսը ոնց կարա ձգի։ Այ այդպես, գնում էի նրա մոտ, աներեսի պես։ Իմ սիրո խոստովանությունը նույնիսկ ապշեցրել է Սաթիկին, բայց նաև մտածելու տեղիք տվել։ Ես իրեն ասացի. «Գիտես, դու ինձ շատ դուր ես գալիս, ու ես տեսնում եմ մեր երեխաներին։ Ես չգիտեմ ոնց է եկել մտքիս տենց բան։ Պատկերացնում ես, չէ՞։ Իսկ ինքը ընդամենը 19 տարեկան էր, բայց ես ազնիվ էի իր հետ ու տեսնում էի մեզ ու մեր երեխաներին»։ Հավելենք նաև, որ Արսեն Սաֆարյանը որոշ ժամանակ առաջ էլ Ամալիա Հովհաննիսյանի «Look and Face» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում հաղորդավարուհին նշեց, որ վերջին շրջանը Արսենի համար բավական ծանր է եղել, ոչ միայն երկրի իրավիճակով պայմանավորված, այլ նաև հենց Արսենի առողջական խնդիրներով։ Արսենը 3 բարդ վիրահատություն է ունեցել։ Հիմա էլ երբեմն ունենում է ձեռնափայտի կարիք։ Այս մասին Արսենը նշեց հետևյալը. «Երբ ինչ-որ մի բան քեզ հետ չի լինում, դու չես կարող ավելի լիարժեք պատկերացնել դրա դժվարությունը։ Ես միշտ ինձ ուժեղ մարդ եմ համարել եւ ոնց որ չեմ սխալվել։ Դիմացա։ Կար ժամանակ նույնիսկ անմարդկային ցավեր էի ունենում։ Ուղղակի սկսում ես կոմպլեքսավորվել, տնից դուրս չէի գալիս, նույնիսկ երբ ի վիճակի էի։ Միշտ չեմ սիրել մարդու խղճոտ հայացքը դեպի ինձ։ Դա ինձ համար վիրավորական է, թեկուզ հարգանքից, սիրելուց, բայց դա դուր չի գալիս ինձ։ Դժվար պահեր էր, բայց անցա։ Շնորհիվ մեր հրաշալի բժիշկների կարողացա հաղթահարել։ Էդ ընթացքում կանգնած չէի երգում։ Հավատում էի, որ լավ ա լինելու։ Իհարկե, ընտանիքս էր կողքիս։ Էսօր, որ տեսնում եմ, ոնց եմ քայլում, փոքր երեխաների նման ուրախանում են։ Չքայլելու խնդիր չէր, ուղղակի փառք Աստծո, գիտեինք, թե ինչ պետք է անենք։ Եղել ա պահ, որ չեմ քայլել, բայց խնդիրը լուծելուց հետո կարողացա քայլել։ Արսենը խնդրի մասին խոսելիս նշեց, որ իր համար շոկային է եղել իմանալ, որ նման խնդիր ունի։ Նա նշել էր հետևյալը. «Միշտ մտքումս ասում էի, այնպիսի բաներով եմ անցել, սա էլ կանցնեմ։ Հոգեբանորեն բարդերեն իմաստով, որ կյանքիս որակի, աշխատանքիս ու ընտանիքում էր դա ազդում, բայց էլի եմ ասում, 2 տարի տևեց, եւ մենք փառքով անցանք այդ ճանապարհը։ Շատ տեղերից հրաժարվել եմ երգելու, չէի ուզում ձեռնափայտով գնալ, բայց ուր էլ որ գնացել եմ, ուրեմն ուզել եմ ու պետք էր։ Այլևս բուժման փուլ չկա, վերականգնողական շրջան է։ Ասել են, նոր տղա ենք քեզ սարքելու։ Էդպիսի բան կա, չէ, ասում են տանը մնացի, պարզվեց նորմալ ընտանիք, երեխաներ ունեմ։ Էդպես էլ եղավ։ Սկսեցի ավելի շատ շփվել, զրուցել նրանց հետ։ Վատ փուլ չէր։ Ուշադրության կենտրոնում էի, բայց երբեմն նկատում էի, երեխաներիս տրամադրությունն էլ ընկնում էր։ Զգում էի, որ նեղվում են։ Սովոր էին պապային շարժուն տեսնելուն։ Կնոջս հետ առանձին խոսում էին, ասում էին, ոնց պիտի լինի, բայց հիմա, երբ տեսնում են ինձ, շատ են ուրախանում, անկեղծացել էր Արսեն Սաֆարյանը։